Ով է նորաձևության ոլորտի ամենահարուստ դիզայները։ Ամենահարուստ դիզայները Ջորջո Արմանին էր, ում ցավոք սրտի նորաձևության ոլորտը կորցրեց սեպտեմբերի սկզբին։ Երկրորդ տեղում Ralph Lauren-ն է, իսկ երրորդում, եթե չեմ սխալվում, Miuccia Prada-ն։ Որն է ամենահին նորաձևության տունը, որը դեռ գործում է։ Ամենահին նորաձևության տունը Hermès-ն է, այն հիմնադրվել է 1837 թվականին, այսինքն ունի համարյա 2 դարի պատմություն։ Որն է 20-րդ դարի ամենահայտնի օծանելիքը։ Chanel No. 5-ը։ Որն է աճուրդում վաճառված ամենաթանկ պայուսակը։ Hermès-ի Birkin պայուսակի առաջին օրինակն էր, որը ստեղծվել էր հենց Jane Birkin-ի համար։ Այն վաճառվել է 2025 թվականի հուլիսին մոտավորապես $10 միլիոն։ Իսկ երեկոյան զգեստը։ Marilyn Monroe-ի զգեստն էր, որը նա կրում էր Happy Birthday Mr. President երգը երգելիս, այն ամբողջովին պատված էր Swarovski քարերով, վաճառվել է, եթե չեմ սխալվում, 2016 թվականին $408 միլիոն։ Որն է ամենահին նորաձևության ամսագիրը, որը դեռ տպագրվում է։ Վստահ եմ շատերը կմտածեն, որ Vogue-ն է, բայց ոչ, Harper's Bazaar-ը ավելի հին է, նրանց միջև 25 տարվա տարբերություն կա։ Ով է նորաձևության պատմության մեջ ամենաերիտասարդ ստեղծագործական տնօրենը։ 2 հոգու կցանկանամ նշել, 20-րդ դարում դա Yves Saint Laurent-ն էր, ով 21 տարեկանում դարձավ Dior-ի կրեատիվ տնօրենը, իսկ 21-րդ դարում Oliver Rousteing-ն էր, ով 25 տարեկանում դարձավ Balmain-ի կրեատիվ տնօրենը։ Չմոռանաս հավանել այս հոլովակը եւ հետեւել իմեջին։